Հուլիսի 8-ի լույսինի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը, անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն։ 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում այսօր հրավիրվել է կարգավորող հանձնաժողովների համատեղ նիստ։ Նիստի ընթացքում ներկայացվել են իրականացված աշխատանքները, որոնք ուղղված են եղել ԼՂ կարգավորող մարմնին վերաբերող օրենքների եւ իրավական ակտերի բարելավմանը, հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործմանը, գործընկեր կառույցին տեխնիկական օժանդակության ցուցաբերմանը։ Համոզված եմ, որ այն ձեռքբերումները, որոնք մենք ունենք, թեպետ համեստ, բայց ձեր հետ միասին կարողանանք ժամանակի ընթացքում զարգացնել, կրկնապատկել, եռապատկել, դրան է միտված նաև այսօրվա մեր այցելությունը։ Նիստի ընթացքում հաստատվել է 2016 թվականի աշխատանքային ծրագիրը, համաձայն որի կողմերը համագործակցելու են ԼՂ հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշումներով հաստատված կարգերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաեւ միջազգային կառույցներին ինտեգրման ուղղություններով։ Օրակարգային հարցերից մի քանիսը վերաբերում էին որոշումների փոփոխությանը։ Հայտարարվեց մի քանի հաճախականությունների շերտերում Ստեփանակերտ քաղաքի եւ միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզավորման մրցույթի մասին։ Օրակարգային հարցերի սպառումից հետո բարձրացվեց արտադրող կայանների կողմից ռեակտիվ էներգիայի կարգավորման հարցը, որը չի կիրառվում նաեւ Հայաստանում։ Առ այսօր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռեակտիվ էներգիան կարգավորվում է միայն ռեժիմների մակարդակով։ Ռեակտիվ էներգիայի պահանջարկը ապահովում է կայանների կողմից, բայց լրացուցիչ դա որպես ծախս չի հաշվարկվում։ Այսինքն ընկերությունները ամեն դեպքում ստանում են իրենց պահանջվող հասույթները, բայց որպես ռեակտիվ էներգիայի բաղադրիչ առաջացած ծախսերը առանձին կարգով որպես կոմերցիոն բաղադրիչ չեն իրականացվում։ Այս պահին միջազգային փորձագետների օգնությամբ մշակվում է ցանցային կոդեքսը։ Աշխատանքները կավարտվեն 2017 թվականի առաջին եռամսյակում եւ դրանով իսկ կլուծվի ռեակտիվ էներգիայի կարգավորման խնդիրը։ Կոդեքսի մի քանի գլուխ արդեն իսկ հասցրել ենք ուսումնասիրենք միջազգային փորձագետների հետ միասին, ինչպես հանձնարարվեց պարոն Ազյանի կողմից, արդեն մասնակից կդարձնենք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, կներկայացնենք նրանց, կստանանք նրանց կարծիքները եւ հավասարապես քննարկենք մյուս նաև գլուխները, մյուս բաժինները։ Գոհար Ռուստամյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Աշխարհասփյուռ մեր հայրենակիցները շարունակում են իրենց աջակցությունն Արցախին։ Այսօր կառավարությանը հանձնվեց ավտոմեքենաների հերթական խմբականակը։ Այս անգամ բարեգործության հեղինակը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկի հայ համայնքն է։ Նրանց նվիրած գազ-63 ամենագնացներն այսուհետ կօգտագործվեն պաշտպանության բանակի կարիքների համար։ Ստավրոպոլսկի կրայ Բուդյոնովսկի հայ համայնքը որոշեց, որ այս մեքենաները նվիրատություն անեն Ղարաբաղին։ Ու համայնքը հավաքել է, մենք էլ մեր ուժերով բերել հասցրել ենք այդտեղ, որ այս մարդիկ են, իրանց հետ եկել ենք, հասել ենք այդտեղ ու սրտով ուզացել ենք, որ օգնենք ինչ-որ մի բանի։ Կառավարության անունից եւ ժողովրդի անունից խորի շնորհակալություն եմ հայտնում Բուդյոնովսկի հայ համայնքի ներկայացուցիչներից այս ավտոմեքենաները Ղարաբաղը նվիրելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ ավտոմեքենաները կծառայեն իրենց նպատակին։ Չեմ կարող ասեմ, որ ինքը ամենավերջի տեխնիկան է, բայց մեր ուժերը այդքան են, մեր սրտինը ուզածներ արել ենք։ Ուզում ենք, որ ծառայի մեր մարտիկներին։ Գենադի Երեմյան, Աշոտ Գասպարյան, օր։ Ինֆոգրաֆիկան, ինչպես եւ հուշում է բառը, ինֆորմացիայի ու գրաֆիկայի համադրությունն է, այն տեղեկությունների փոխանցման գրաֆիկական միջոց է, որի նպատակն է արագ ու հստակ ներկայացնել բարդ տեղեկատվություն։ Դասընթացներ վարելու համար հրավիրել են լրագրող ու դիզայներ Սեդրակ Մկրտչյանին, ով շուրջ 15 տարի զբաղվում է գրաֆիկական դիզայնով եւ Արմենիա հեռուստաընկերության ու թերթ AM կայքի համար է աշխատում։ Ապրիլյան պատերազմի օրերին Արմենիա հեռուստաընկերության ինֆոգրաֆիկան նրա ձեռքի աշխատանքն է։ Շտորհանդեսի ժամանակ կոնկրետ օրինակներով ներկայացվեց, թե ինչպես է ինֆոգրաֆիկայի միջոցով դիմակայեցվում ադրբեջանական սուտ քարոզչությունը։ Անցած տարվա ընթացքում անընդհատ համացանցում
տարբեր լուրերով հանդիպում էինք տեղեկություններ նրա մասին, թե Ադրբեջանը ինչ գումարներ է ծախսում Ամերիկայում, ինչպես է կազմակերպում այնտեղ իր լոբինգը, ու ռեալ հասկացանք, ընդ որում աղբյուրները բաց են, կայքերը բաց են ըստ ամերիկյան օրենքների, այդ ամենը պետք է պարզ հրապարակված լինի, ծավալը ինֆորմացիա հսկայական էր։ Սա օրինակներից մեկն է Ադրբեջանի Ալյանսը ամերիկյան, ինչպես աշխատեն, համենը մեկ էս է, երկու կազմակերպությունների հետ, Carbino Associates ու Fabiani խոշորագույն լոբիստներից մեկն է, գումարները շատ մեծ են, 90,000, 90,450,000, 150,000, սա ժամանակագրորեն տարբեր շրջանում ստորագրված պայմանագրեր տարբեր ընկերությունների ու տարբեր լոբիստների միջև։ Դասընթացի մասնակիցները 3 փուլ են հաղթահարել, 15 օրվա աշխատանքի արդյունքները ներկայացրին շնորհանդեսի ժամանակ։ Ընտրել էին Արցախին առնչվող թեմաներ, առաջին փուլում զբաղվել են տվյալների հավաքագրմամբ, երկրորդում վիզուալիզացիայով։ Ստեփանագերդի տրանսպորտային համակարգը ներկայացնելու համար օրինակ այցելել են կառավարություն, քաղաքապետարան, դիմել դիսպետչերական կետ, այնուհետև զբաղվել քարտեզագրման աշխատանքով։ Այս դասընթացը շատ հետաքրքիր է, որովհետև մենք աշխատում ենք մեր պետության համար, հայրենանպաստ աշխատանք ենք կատարում ու մեզ հետ աշխատում է պրոֆեսիոնալ մասնագետ։ Շատ դժվարություն կար տեղեկություն հավաքելու փուլում, որովհետև ինֆորմացիան հին էր, հստակ չէր։ Մեզ ընդառաջում էին, բայց նրանց տված տեղեկությունը 2012 թվականի տեղեկությունը եւ մի քանի բան չէ համապատասխանում հիմիկվա տվյալների հետ։ Տուրիզմ, էներգետիկա, պատմություն թեմաները բազմազան էին, ուսանողները մեծ ոգևորությամբ են աշխատել ու միաժամանակ հասկացել, թե որքան բարդ ու պատասխանատու աշխատանք է ինֆոգրաֆիկան, իսկ ստացած ունակությունների համար շնորհակալական խոսքն էլ ուղեկցվել է նվերի մատուցմամբ։ Մարինա Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր։ Զվարճալի ֆուտբոլ ծրագրի նպատակը ետպատերազմյան երկրներում ֆուտբոլի զարգացումն է եւ ոչ միայն։ Նախագիծը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի կառավարությունների եւ UEFA-ի կողմից։ Հայաստանի Հանրապետությունում այն արդեն 13 տարվա պատմություն ունի։ Ծրագիրն առաջին անգամ կյանքի կոչվեց նաեւ Արցախում։ Ուսումնամարզական այս միջոցառմանն ընդգրկվել են 6-ից 13 տարեկան 160 երեխա։ Հիմնականում Լեռնային Արցախ ֆուտբոլային ակումբի սաներն են։ Զվարճալի ֆուտբոլ ծրագրի նպատակը նախ եւ առաջ երեխաների ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացումն է։ Այսօր առողջ երեխաներ, առողջ դատողությամբ, առողջ ֆիզիկապես պատրաստությամբ մեզ անհրաժեշտ են։ Երկրորդը դա ֆուտբոլի լայն մասսականացումն է, զարգացումն է։ Երեխաների մեջ սեր առաջացնելն է։ Եվ ինչու ոչ, ֆուտբոլի միջոցով տարբեր էթնիկական խմբերի միջև բարեկամության, հանդուրժողականության ստեղծում։ Ուսումնամարզական այս միջոցառման շրջանակում պատասխանատուներն ընդգրկել են այնպիսի վարժություններ, որոնք ապագա մեր ֆուտբոլիստների մոտ զարգացնում է տեխնիկան, տակտիկան, ինչպես նաև խթանում է ժամանակի մեջ տեղավորվելուն ու արագ կողմնորոշվելուն։ Ելնելով մեր երեխաների պատրաստության աստիճանից, մենք ընտրում ենք որոշակի այնպիսի վարժություններ, որոնք որ երեխաներին եւ հաճելի լինեն, եւ կատարման տեսակետից շատ հեշտ լինեն, ձյուրին լինեն եւ առաջ բերեն նրանց մոտ ամենակարևորը զվարճանք, սերը դեպի գնդակը, սերը դեպի ֆուտբոլը։ Եվ տարբեր վարժություններ են եւ խաղային, եւ հարվածներ, եւ վարումներ, որոնք որ իրոք ֆուտբոլային են, որոնք կիրառվում են եւ մեծ ֆուտբոլում եւ ավելի պարզեցված ձևով ներկայացնում ենք մեր երեխաներին։ Դաշտը բաժանելով 12 հատվածի մարզիչների ղեկավարությամբ յուրաքանչյուր հատվածում երեխաները կատարում են տարբեր հանձնարարություններ։ Սա իր հերթին նաև ուրախ ու հետաքրքիր ժամանց է փոքրիկների համար։ Մեկ դեպքում կոորդինացիոն վարժություններ, մեկ դեպքում տեխնիկայի տիրապետման վարժություններում, մեկ դեպքում տարական, տակտիկական մտածելակերպի հետ կապված վարժություններ, մեկ այլ դեպքում հարվածներ, դարպասի եւ նմանատիպ տարբեր վարժություններ։ Ծրագիրը երկօրյա է, օրական 3-ից 4 ժամ պարապմունք, կարևորը չձանձրանան երեխաները, ասում են կազմակերպիչները, իսկ ակնկալվող արդյունքը դա սերն է դեպի ֆուտբոլը, մարզիչ-մարզիկ երկխոսության ամրապնդումը եւ ընդհանրապես հետաքրքրությունը դեպի ֆիզիկական կուլտուրան։ Գենադի Երեմյան, Աշոտ Գասպարյան, օր։